Հակաալերգիկ դեղեր, ինչպես են գործում և որն ընտրել։ Բարև ձեզ, այսօր խոսելու ենք հակաալերգիկ դեղերի մասին։ Դեղեր, որոնք միլիոնավոր մարդիկ օգտագործում են ամեն օր, հատկապես գարնանը և ամռանը, բայց արդյոք բոլոր հակաալերգիկները նույնն են։ Արդյոք նրանք քնեցնում են, ինչպես կա այդպիսի միֆ, և կարելի է դրանք երկար ժամանակ կիրառել, թե ոչ։ Եկեք այսօր հասկանանք այս ամենը գիտահեն ինֆորմացիայով։ Սկսենք նրանից, թե ինչ է ալերգիան։ Ալերգիայի ժամանակ մեր իմունային համակարգը չափազանց ուժեղ է արձագանքում անվնաս նյութերի, օրինակ ծաղկափոշու, կենդանիների մազերի, փոշու կամ որոշ սննդամթերքների նկատմամբ։ Արդյունքում օրգանիզմում արտազատվում է հիստամին կոչվող նյութը, որն առաջացնում է քոր, փռշտոց, քթահոսություն, աչքերի կարմրություն, արցունքահոսություն և այլ ախտանիշներ։ Հենց այստեղ են գործում հակահիստամինային կամ, ինչպես մենք ենք սիրում ասել, հակաալերգիկ դեղերը, արգելափակելով հիստամինային ազդեցությունը։ Պայմանականորեն հակահիստամինային կամ հակաալերգիկ դեղերը բաժանվում են առաջին, երկրորդ և այսպես կոչված երրորդ կամ վերջին սերնդի դեղերի։ Առաջին սերնդին են պատկանում սուպրաստինը, տավեգիլը, դիֆենհիդրամինը կամ ավելի հայտնի բոլորիս համար դիմեդրոլը։ Այս դեղերը մշակվել են տասնամյակներ առաջ և հեշտությամբ անցնում են արյուն ուղեղային պատնեշը, ինչի պատճառով են հաճախ առաջացնում են քնկոտություն, որի մասին խոսում են շատ պացիենտներ, արձագանքի դանդաղում, բերանի չորություն, տեսողության մշուշոտում, որոշ դեպքերում նաև հնարավոր է միզարձակման դժվարություններ։ Սուպրաստինը նախկին ԽՍՀՄ երկրներում շարունակվում է լայնորեն կիրառվել, հատկապես սուր ալերգիկ ռեակցիաների ժամանակ։ Այն ունի համեմատաբար արագ ազդեցություն, սակայն ազդեցության տևողությունը բավականին կարճ է, ուստի անհրաժեշտ է լինում հաճախ ընդունել այդ դեղը։ Ստացվում է, որ օրը մի քանի անգամ։ Արևմտյան երկրներում այն շատ ավելի քիչ է կիրառվում, քանի որ առկա են ավելի անվտանգ և երկարատև ազդեցությամբ դեղեր։ Տավեգիլը նույնպես առաջին սերնդի հակահիստամինային պրեպարատ է։ Այն որոշ դեպքերում ավելի երկար է գործում, քան սուպրաստինը, սակայն նույնպես կարող է առաջացնել արտահայտված քնկոտություն։ Այսօր շատ միջազգային ուղեցույցներում ալերգիկ ռինիտի և քրոնիկ եղջերացանի դեպքում առաջին ընտրության դեղերը չեն համարվում ոչ սուպրաստինը, ոչ էլ տավեգիլը։ Երկրորդ սերնդի ամենահայտնի և հաճախ կիրառվող դեղերն են լորատադինը, մեզ շատ լավ հայտնի, և ցիծերիզինը։ Այս դեղերը զգալիորեն ավելի քիչ են ներթափանցում կենտրոնական նյարդային համակարգ և դրա շնորհիվ սովորաբար ավելի քիչ են առաջացնում կողմնակի ազդեցություններ, ինչպիսին է ամենաշատ նշվողը քնկոտությունը։ Դրանք սովորաբար ընդունվում են օրական մեկ անգամ և համարվում են ժամանակակից ալերգոլոգիայի հիմնական դեղամիջոցներից։ Պետք է նաև նշել, որ երրորդ սերունդ տերմինը գիտական դասակարգման մեջ միշտ չէ, որ ընդունված է, սակայն բժիշկներն ու դեղագետները հաճախ հենց այդպես են անվանում երկրորդ սերնդի որոշ ակտիվ մետաբոլիտները կամ կատարելագործված տարբերակները երկրորդ սերնդի։ Այս խմբում առավել հայտնի է էրիուսը, դեզլորատադին ազդող նյութով, լևոցետիրիզինը, նիքսարը, կեսցինը, ֆեքսոֆենադինը։ Դեզլորատադինը լորատադինի ակտիվ մետաբոլիտն է, այն ունի ավելի երկար ազդեցություն և օրական մեկ անգամ ընդունման ժամանակ հնարավոր է շատ ցածր քնեցնող ազդեցություն, որը երբեմն նույնիսկ չի նկատվում։ Դեզլորատադինը լայնորեն կիրառվում է ալերգիկ ռինիտի, եղջերացանի բուժման համար և համարվում է ժամանակակից և լավ ուսումնասիրված տարբերակ։ Լևոցետիրիզինը ցիծերիզինի ակտիվ իզոմերն է։ Որոշ պացիենտների մոտ այն կարող է առաջացնել ավելի արդյունավետ ազդեցություն, սակայն որոշ մարդկանց մոտ դեռևս կարող է առաջացնել թեթև քնկոտություն։ Վերջին տարիներին մեծ տարածում է ստացել նաև բիլաստինը, որը վաճառվում է նիքսար անվամբ։
Դրա առավելություններից շատ են ցածր քնկոտությունը օրինակ, բարձր ընտրողականությունը H1 ընկալիչների նկատմամբ։ Օրական 1 ընդունումը հրաշալի արդյունավետություն է տալիս ալերգիկ ռինիտի եւ եղջերացանի դեպքում։ Եվրոպական բազմաթիվ ուղեցույցներում բիլաստինը համարվում է առաջին ընտրության ժամանակակից հակահիստամինային դեղերից մեկը։ Իսկ թե երբ, ինչպես կարելի է կիրառել եւ որ տարիքային խմբում ինչ դոզաներով, կարող եք տեսնել մաս 2-ում։ Առողջ եղեք։